41 տարի առաջ 1984 թվականին ես մտա 146 դպրոց եւ երկար տարիներ այնտեղ աշխատեցի։ Ավելի ուշ արդեն 21 տարի է աշխատում եմ 51 դպրոցում։ Նելի Ափիկյանը 41 տարի է Երևանի թիվ 51 դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է։ Ասում է իր ուսուցչից է ոգևորվել, մանկավարժ դարձել։ Նպատակն էր դասավանդել այն դպրոցում, որտեղ իր ուսուցիչն էր աշխատում եւ ստացվել է։ Նրա խոսքով այսօր եւս կան աշակերտներ, որոնք իրենից են ոգևորվում եւ օրինակ վերցնում։ Իմ ամուսնությունը կայացել է իմ աշակերտների միջոցով։ Առաջինը ինձ նկատել եւ հավանել են իմ աշակերտները, հետո իրենք ունեին հորեղբայր, որ այսօր իմ ամուսինն է։ Շատ աշակերտներ են եղել, որոնք ընտրել են այլ ճանապարհ, կընտրեին այլ ճանապարհ, եթե ես իրենց հանդիպած չլինեի։ Մեկը ասել է, ես ուզում եի բժիշկ դառնալ, բայց հիմա ես անպայման ուզում եմ հայոց լեզվի ուղղությամբ գնամ։ Մի ուրիշը գրականություն, այո, ոգեշնչել եմ, հաճախ է եղել, եւ դա ինձ ոգեշնչում է, որ ես կարողացել եմ իմ հետևից տանել։ Այս նույն ձևով գրում են նախադասության տեսակ։ Նելի Ափիկյանն ասում է, որ սարեր ձորերի տարբերություն կա տասնամյակներ առաջվա եւ ներկայիս աշակերտների միջև։ Իհարկե սերունդները փոխվում են։ Փոխվում են այն մեթոդները, որով մենք աշխատել ենք։ Փոխվում է արժեհամակարգը, որին մենք ձգտում ենք, դե պատկերացրեք խորհրդային տարիների արժեհամակարգը բնականաբար այսօր արդեն չի գործելու։ Մենք ունենք նոր արժեհամակարգ։ Շատ բան է փոխվում։ Մի բանն է, որ չի փոխվում, դու պիտի կարողանաս լեզու գտնել նոր սերնդի հետ։ Իսկ ինչն է ավելի շատ փոխվել։ Աշակերտը չի, ծնողն է փոխվել։ Ավելի շատ ծնողն է փոխվում։ Առաջ ծնողը իր աշակերտին անվերապահորեն վստահում էր դպրոցին եւ ուսուցչին։ Այսօր ծնողը եվրոպական մոտեցում է ուզում ցուցաբերել, ինքը որոշի իր երեխան ինչքան է սովորի, ինչպես սովորի, ում ավելի շատ լսի, ում ավելի քիչ լսի։ Կդիմանաս դրան, այո, մի բանով, եթե դու կարողանում ես գերգիտելիք, գերհամբերություն դրսևորել։ Ուսուցչի գործը ավելի է դժվարացել, ասում է Նելի Ափիկյանը, աշխատանքի ծավալն է մեծացել, ուսուցիչը աջակցության կարիք ունի, թեև կամավոր ատեստավորումը առավելություն է համարում եւ այն հաղթահարելու շնորհիվ այժմ աշխատավարձը զգալի աճել է, բայց ուսուցչի խոսքով էլ ավելի շատ պետք է վարձատրվի դպրոցի մանկավարժը, որովհետեւ սերունդներ կրթելու պատասխանատվություն է դրված նրա վրա։ Եթե ուսուցիչն ու բժիշկը ապահովված են, լավ են վարձատրվում, նրանք միայն իրենց մասնագիտացման ուղղությամբ են աշխատում, շահում է այդ պետությունը, շահում է այն սերունդը, որին այդպիսի ուսուցիչներ են դասավանդում։ Եվ հիմա սա, որ հայտնագործեցի, ինձ շատ պետք է գա նորեն անցնելիս։ Ուսուցիչը պիտի երջանիկ զգա։ Երջանկության հորմոնն է պակասել մեջներս։ Եվ չպետք է երբևէ քաղաքականացվի մեր աշխատանքը։ Մենք բոլոր օրերինն ենք, բոլոր ժամանակներինն ենք ու բոլոր սերունդներին ենք։ Կուսակցություններից դուրս ենք։ Թեև իհարկե այս միտումն է գնում մեր երկրում, այնուամենայնիվ ես դա ասում եմ բոլոր ժամանակների համար։ Իմ մեթոդը աշակերտին պահելու իմ մեթոդը խոսքի ուժն է, անկեղծությունն է։ Աշակերտի վստահությունը ես շատ շուտ եմ ձեռք բերում։ Աշակերտը չի զգում, որ ես իրենից մեծ եմ եւ շատ գիտեմ։ Ես իր հետ մեծանում եմ նորից։ Ես կարող եմ զարմանալ։ Նա ասի իմ իմացածը, որ գիտեք, ենթական պատասխանում է ով հարցին, եւ ես կարող եմ հիանալ, որ նա հայտնագործեց դա։ Աշակերտին պիտի խոսքով կարողանաս պահել։ Ես 41 տարի դպրոցում եմ ու չեմ հիշում, որ աշակերտին ես հարվածած լինեմ, լուրջ բարկացած լինեմ։ Ուսուցչի ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր եւ խաղաղ պետություն։ Մենք մտածող հայերս մեր ամբողջ կյանքը կապում ենք մեր հայրենիքի ու մեր պետության հետ։ Կուզեի ուժեղ ամուր պետության մեջ ապրեի։ Տագնապ չառաջացներ մեր վաղվա օրը, որպեսզի մեր գործը ընդհանրապես սերունդներին կրթելը լիներ։ Եվ
չանեի բանակի հրամանատարի գործը, չանեի բժշկի գործը, չանեի երեխայի հոր ու մոր գործը, միայն ուսուցչի գործը սանեի։ Այսինքն ինչ էլ ասեմ, հզոր պետություն եմ ուզում ունենալ։ Ի տարբերություն Նելի Ափիկյանի, Դավիթ Թորոսյանը 1.5 տարի է ինչ դասավանդում է։ Երևանի թիվ 181 դպրոցում հասարակագիտության ուսուցիչ է։ Մեր օրերում հաճախ չեք հանդիպի երիտասարդ տղամարդու, որը դպրոցում դասավանդում է։ Հասարակության մտածելակերպն է այդպես, ուսուցչի աշխատավարձով ընտանիք չես պահի։ 20 թվականի պատերազմից հետո, պատերազմի ավարտից հետո մասնագիտական մտորումների արդյունքում եկա այն եզրահանգմանը հերթական անգամ, որ ցանկացած ոլորտում, անկախ ինչ ոլորտա, ինչ խնդիրը, ինչ հարցը, եթե ուզում ենք երկարաժամկետ լուծում, ցանկացած հարցի երկարաժամկետ լուծումը միայն կրթության միջոցով է հնարավոր, ու այն ինչ դեմ որ փորձում ենք լավ իմաստով պայքարել ինչ-որ արատավոր դեպքերի, երևույթների, մեկը դրանց պատճառները ի վերջո գալիս են դպրոցից, ու դրա համար որոշեցի տեղափոխվել, ասած ասած, դպրոցական օղակ։ Դավիթ Թորոսյանն էլ իր մեթոդներն ունի, ժամանակակից աշակերտին դասարանում պահելու, ուշադրությունը դասի վրա սևեռելու։ Շատ դեպքերում օրինակ, եթե չգիտեմ, պետք է ինչ-որ X թեման բացատրել հեռուստացույցի օրինակով ենթադրենք, հեռուստատեսության օրինակով, ասենք, բայց դու բացատրում ես օրինակ TikTok-ի օրինակով կամ YouTube-ի ինչ-որ կամ Instagram-ի, կամ չգիտեմ, ասենք, ասում ես ոչ թե կզանգահարես, կիմանաս տնային առաջադրանք, այլ ասում ես Snapchat-ի օրինակ ձեր chat-ով իրար կտեղեկացրեք, ասում ես որ երեխեքն ավելի յուրային են անցնում, ոչ թե ինչ-որ sense սուբորդինացիոն հարաբերություններ, այսինքն ոչ թե փորձում ենք կրթությունը գոնե իմ դասաժամին ոչ թե ուղղահայաց իրականացնել հորիզոնական։ Իհարկե կարգը եւ այլն պահելով Ուսուցիչներն ասում են, որ իրենց ամենամեծ ցանկությունը բոլորի աջակցությունն ունենալն է եւ ծնողական համայնքի եւ պետության եւ դպրոցի։ Մանկավարժների խոսքով ծնողներն ու մանկավարժները համատեղ պիտի գործեն հօգուտ աշակերտի, ինչը ցավոք դեռ հեռու է իրականությունից։